Բարի օր սիրելի երեստաթիթող, այսօր պատրաստելու ենք մի ուտեստ, որը հավաքում է երկու սիրելի ուտեստ մի տեղում, գիտեք ինչա։ Սեզեր աղցանը, որը մենք շատ ենք սիրում, եւ պիցան, որը մենք շատ ենք սիրում։ Իրար հետ ամուսնանում են եւ ստանում ենք պիցա Սեզեր։ Շատ հետաքրքիր, շատ համով։ Մի հատ նայեք, ինչպես ենք պատրաստելու, դուք էլ պատրաստեք ու վայելեք այս համովությունը։ Այսօրվա պաղատադոմցի համար մեզ պետք է 1 կտալ ալյուր, 200-ից 250 գրամ պիցայի խմոր, 200 գրամ հավի կրծքամիս, 1 բաժակ մոցարելլա, 1 հատ հազար, 2 կտալ մանանեխ, 2-ից 3 բջեղ զղթոր, կես հատ կիդրոն, 150 գրամ պարմեզան պանիր։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ եւ իհարկե ցիտապտղից հետ։ Խմորը պատրաստ է, հավերը ստեղ են, իրականում հավերը, ավելի ճիշտ է հավի կրծքամիսը, իրան ավելացնելու եմ միայն աղ եւ բղբեղ եւ մի քիչ ցիտապտղից հետ ու իրան սոթե եմ անելու կամ տապակելու եմ։ Մինչ այդ ես արդեն կպատրաստեմ աղցանը, մինչ այդ արդեն պիցան կուղարկենք չերոց, որ պատրաստվի։ Ուրեմն ավելացնում եմ աղը, ավելացնում եմ սև բղբեղը, մի քիչ ձեռքով անում եմ ու մսկում, մի քիչ աղ, մի քիչ բղբեղ։ Արդեն պատրաստ է։ Մի հատ ձեռքերս օջարեմ ու հետ վերադառնամ։ Դե իհարկե, եւ ձեռքերս եւ խոհանոցը միայն մաքրում եմ ABC-ով։ Հիմա ինչ ենք անում, որովհետև հավերը արդեն պատրաստ են կտապակվին, ես ուզում եմ խմորը մի հատ պատրաստենք ու ուղարկենք չերոց, ինքը միջև արդեն եփի, մենք պատրաստենք հավը եւ աղցանի մնացած բաղաթիչները։ Մի քիչ ալյուր, դե իհարկե ալյուրը օգտագործում եմ միայն մարանիկ եւ շատ ուրախ եմ, որ մարանիկը արդեն ունի ալյուր եւ ալյուրի տեսակներ, փրենցի ալյուր, հաջարի ալյուր, եգիպտացորենի ալյուր, հնդկացավարի ալյուր, մի խոսքով լիքը ալյուրի տարբերակներ ունենք։ Մի քիչ ցերկս անում եմ ալյուր ու արդեն մեր խմորին վիճակը նայեք, ինչքան հետաքրքիր ձևով բացվել է։ Օդը խաղում է իր մեջ, մի քիչ բացում եմ ցերկով, մի քիչ ավելացնում եմ փրենցից հետ։ Ու արդեն մեր խմորը իրան վրա բացում եմ։ Ուրեմն, մի քիչ ցիտապտղի կամ փրենցից հետ վրան։ Հիմա պանիրները սլայս եմ անելու գլոր։ Ես օգտագործում եմ մոցարելա, կարող եք ֆրեշ մոցարելա կամ չոր մոցարելա օգտագործել։ Ձեր ցանկացածի համապատասխան։ Ավելացում եմ մոցարելաները։ Մի հատ էլ մեջտեղը։ Հիմա էսի ուղարկում ենք չերոց, ոչ մի բան ուրիշ չենք ավելացում, ուղարկենք, հետ կգա արդեն կտեսնեք ինչ ենք անելու։ Ավելացում եմ մի քիչ փրենցից հետ, որպեսզի տապակենք հավը, դե իհարկե փրենցից հետը ասել էի, բայց ուզում եմ հիշեցնել, որ կարող եք գտնել սուշեֆ խանութից, Սուշեֆը ունի եւ փրենցից հետ, եւ ցիտապտղից հետ, եւ լիքը ուրիշ սոսեր, եւ ցեթեր, եւ ամեն տեսակի մտերիմներ, որը ձեր համար կարող է անգարելի լինի Հայաստանում գտնելը, բայց իրանց մոտ կգտնեք։ Դրա համար անպայման գնացեք, լիքը ապրանք կարող եք գտնեք այնտեղից, որը փնտրում եք շուկայում։ Ավելացում եմ հավերը կամ հավի կրծքամիսը, որպեսզի տապակվի։ Մինչև հավը տապակվի, մենք պատրաստում ենք հազարը։
ավելացնում եմ ափսեի կամ խորը ամանի, մի հատ հավին նայեմ, վաու, սխտորը ջզմում ենք, ավելացնում եմ մայոնեզի վրա, ավելացնելու եմ մանանեխը, գիդրոնի հյութը, մեկ գիդրոնի հյութի տեղ մարդիկ կացախ են դնում, կապ չունի, կարևորը սիտրուսային մի բան, որպեսզի այս բոլոր համերը բացի, լիմոնի հյութը, մանանեխը, Ցիտապ 30 կդորմը, սեպապեղ, աղ չեմ տնելու, քանի որ կարող է աղի պետք չունենանք, մի հատ լավ խառնեմ, ավելացնում եմ հազարին, սենց լավ կկարմարացնենք, հələ մի հատ նայեք կարմրած վիճակը, մեր հավը պատրաստ է, կարող ենք արդեն մեր աղցանը խառնել, իսկ խառնելը ես սիրում եմ միշտ ձեռքով, որպեսզի այդ բոլոր համերը խառնվին, այսինքն խառնում ենք ավելի ճիշտը թեթև մասաժ անելով, որպեսզի բոլոր թերթիկները ստանան սոուս։ Հավերը սլայս եմ անելու, նայեք ինչ փափուկ է, այս բոլոր ապրանքները, եթե ուզում եք, կարող եք ուտուտ սուպերմարկետից վերցնել և մսի տեսակը, և կանաչի տեսակը, և բոլոր ապրանքները, որ օգտագործել ենք, և օգտագործում ենք ընդհանրապես, դուք էլ եթե դան համար ինչ-որ ապրանք պետք ունիք, կարող եք գնալ ուտուտ սուպերմարկետ վերցնել ամեն ինչ, ու հետո կարող է զանգ ստանաք և ասեն ձեզ այս վրա ձեր ծախսածը ձեզ նվիրում ենք հետ, ու դուք մի հատ էլ գնաք ծախսեք ուտուտից կամ ինչ-որ ուրիշ տեղ։ Դրա համար հետաքրքիր է ուտուտ սուպերմարկետից քնումներ կատարել, որովհետև և քնում եք որակավոր ապրանք և մասնակցում եք խաղարկությունների, նույնիսկ քովաստային վիճակախաղերի, այնպես որ շտապեք ուտուտ։ Հիմա, քանի որ հավերն իսկ պատրաստ է, մեր հազարը պատրաստ է, այնտեղ արդեն պիցցան գրեթե բերելու եմ, ուզում եի մի հատ էլ բան հիշեցնել, որ եթե կուզեք համով բան խմել այս աղցանի հետ, որ աղցան չէ պիցցա է, կամ պիցցա սեզերի հետ, կարող եք ընտրել այսօր մազայի կամ մասուրը կամ խնձորը կամ մանգոն։ Եվ քանի որ ես մանգո եմ սիրում, մանգոն գնում է սառնարան, որպեսզի ես հետո խմեմ։ Մի քիչ թող բաղի, որ խմեմ։ Մի հատ էլ նայեմ պիցցային, մի քանի րոպեից արդեն դուրս կգա։ Մեր աղցանի վրա պարմեզանը ավելացնենք։ Մի քիչ էլ թողելու եմ վերևի համար։ Խառնում եմ։ Մի քիչ էլ սեբաբեղ։ Խառնում եմ և արդեն կարող ենք բերել պիցցան։ Հələ մի հատ նայեք։ Ավելացնում եմ մեր
խառնած մարոլը պիցայի վրա։ Հիմա ավելացնելու եմ հավը։ Եվ այսօրվա բաղադրատոմսը պիցա սեզերը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր պիցա հավով սեզերը պատրաստ է։ Գիտեմ, որ շատ հետաքրքիր է բոլորիդ համար եւ պետքա փորձենք։ Դրա համար հիմա կտրատեմ մի կտոր պիցա, մի կտոր հավիք ու վայելում ենք։ Ձեռքով եմ ուտում, բայց պիցան տենց են ուտում։ Աստված իմ, շատ համով է։ Գիտեք ոնց է, այդ պիցայի խրխտանությունը եւ այդ հյութալի աղցանը եւ վրայի հավը պապուկ, մի խոսքով շատ համով հետաքրքիր կոմբինացիա է, անպայման պատրաստեք, բաց չթողնեք այսպիսի համովություն։ Իսկ մենք վաղ կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Ինձ բարեխորժակ, ցես բարեխորժակ, ցտեսություն։